Որ երկու տիպի մանիպուլյացիաներ, ձեռնարկություններ հայերենից ասենց ասենք, կարելի է առանձնացնել, մեկը իրական խաբեություններ, խարդավանքներ, եւ մյուսը ուղղակի սովորական հոգեբանական տրուկներ, որոնք իրենց շահերից ելնելով կիրառվում են, բայց այս երկրորդ դեպքում ես չեմ տեսնում ինչ-որ խնդիր, որ ամեն մարդ անհատ կազմակերպություն է տրուկներից օգտագործում։ Հիմա այդ խաբեությունները նախ թեյակշռումը, այսինքն շատ ապրանքներ, որոնք կշռված դրված են, ասենք բաստուրմա է, պանիր է, բան կշռված է, վերջնում վերակշռում ես, տեսնում ես 5-10 գրամ պակաս է, ըստ որ կոնկրետ ակնհայտ է, որ ընդեղ ինչ-որ հետը կարող մի 500 գրամանոց են հետը ավելի կշռում, փոքր 10 գրամի տարբերություն է, բայց պատկերացրեք մեծ մասշտաբներով ինչքան դա կարող է հասնել։ Ուրեմն դա ինձ թվում է ամենա, այսպես ասած, ակնհայտ խաբեություններից է, որ որոշ սուպերմարկետներում հանդիպում է հաճախ։ Ոչ միշտ, բայց հաճախ հանդիպում են։ Ուրեմն մյուս բանը, ասենք, երևի հանդիպած կլինեք, էժան, չէ, թանկ ապրանքը էժան գնապիտակի տակ է դրված։ Շատ հաճախ հանդիպող բան է, առնում ես, տանում ես, դե եթե մի 20 ապրանք էլ առել ես, չես էլ նայում։ Կամ ասենք ընդեղ երբեմն է հանդիպում, որ գրում են, ասենք, լավ ես ասում, ասենք գլխի որ բանն է, բայց ուղղակի ասենք, թանկը դրած է, տանում տեղում ես իմանում, որ չէ, սպասի, սա գինը շատ ոնց է ողջի։ Ահա էդ էլ մյուս մախինացիան է։ Ուրեմն ժամկետանց պրոդուկտների վաճառքը, որ մեր մոտ շատ քիչ է, վաճառման Ռուսաստանը շատ են։ Մեզ մոտ բավական հազվադեպ է, եւ որ ասում ես, ինձ խառնում են, որոնց չենք նկատել, բայց շատ հազվադեպ հանդիպում են այդ ժամկետանց այսպիսի։ Եթե սուպերմարկետներից անցնենք, ես ուզում եմ անպայման որ սա էլ հնչի։ Մեզ մոտ դեղորայքը սարսափելի թանկ է, որը իմ կարծիքով գալիս է մոնոպոլիայից։ Ես օրինակ դեղատան աշխատող գիտեմ, որը բերում է էժան, ասենք, ես եվրոպական գների համատեն, սա ձյուլատրեն դեղը Եվրոպայում արժի 5 եվրո։ Մեզ մոտ արժի 20-ից 25 եվրո։ Ասենք, կամ լիպրի մար խոլեստերինի դեղը արդեն Ռուսաստանի հետ համեմատած 10 անգամ է տանում։ Նույն ֆիրմայի, նույն դեղը։ Սա ակնհայտ մոնոպոլիա է, եւ ասենք դեղատան աշխատող տեր գիտեմ, որ ասենք բերում է ընդերից, գաղտնի, ասում ով որ ծանոթ է, իժան գներով ես տալիս եմ այդ դեղը, բայց որ իմանամ, դες ինչ կանեն ասում, այսինքն մոնոպոլիա, տերից ես դեղն առնես։ Դա մի հատ ուրիշ մեծ ես խնդիր եմ տեսնում խաբեության, որ խաբեությունը չի, արդեն բավական լուրջ բան է, ազգային վնաս է, սրտի հիվանդը առանց դրա չի կարող, շատ-շատեր այդ գինը չեն կարող տալ, եւ արդյունքում ըստ էության սպանություն կարող է անել։ Մարդը չի խմում, չի օգտագործում շատերը, որտեղ եւ ինֆարկտները բանը շատ են։ Մի տրուկ էլ, որ ոնց որ թե վերացրել են մի մասը, բանկերում, ուրեմն բանկամատների տրուկն է։ Մեկ էլ տեսար կախվում է բանկամատը, դու փողը գրել ես, արդեն ինչքան տեղանես, բանկամատը կախվում է, հետո հետ է տալիս քեզ։ Հիմա, եթե դու երկրորդ անգամ մտնես, նորմալ ինքը կաշխատի կտա քեզ փողը, բայց շատ հաճախ են գումարը, որ դու առաջ անգամ գրել ես, դա ինքը հանում է քո հաշվից։ Եթե դու նկատեցիր, դիմում ես գրում իրենք հետ է վերցնում, բայց եթե չնկատեցիր, այդ մնում է իրանց։ Բայց ես վերջերս կոնկրետ իմ բանկոմատին չի անում, բայց տասնյակ մարդիկ են ողոքում, ասում են, ես լասեմ ինչա պակասում, այսինքն բաներ են։ Իսկ ինչ վերաբերում է հոգեբանականին, դրանք շատ են, այնքան շատ են, որոնց մի քանի հետաքրքիրներ է երևի ես կասեմ, ասենք, գիտեք, երևի նկատել եք, ժամկետի վերջին մոտեցող ապրանքները դնում են առաջ, հետևը դնում են նոր թարմ ապրանքները։ Նեսու պետք է ժողովուրդը միշտ ծրակցի հետևից։ Մյուսը, լայն սպառման ու առաջին անհրաժեշտության ապրանքները դա տանում են, ասենք, խանութի ամենավերջում, տարում են դնում, որ մարդը ամեն օր դրանց օգտվում է, որ անցնի այդ ամբողջ խանութով եւ ուրեմն բան անի։ Ոնց որ անցնի, որ տեսնի մի բան կվերցնի։ Դե երևի էլ եք նկատել, որ զեղչ, ասենք 80%, մեկ-մեկ հարվել են գրում, զեղչ 80%, բայց ընդեղ տակը աննշան մինչև։ Այնտեղ ուրեմն որ չտեսնես, գրավ են մտնի։
մտնեն։ Սա հոգեբանական տրունքներ են, որոնք ընդունել էին, կարելի է իմ անունը։ Էժան ապրանքները ներքևում են դնում թանկերն ավելի բարձր։ Երեխաների, ասենք, համար գունեղ փաթեթավորումով ապրանքները դնում են նրանց ցածր, որպես նրանց տեսողությամբ եւ հատկապես կասսաների մոտ, որ երեխայի հետ սպասում ես կամ ասենք բարակ կանգնացես, ոչ պիտանի ապրանքները հիմար գներով, ասենք ժուրնալները, ասենք այդտեղ կանգնած վերցնում ես ձեր ուտը խոյակապ վաճառքերն են բանի։ Երևի նկատած գնանք։ Մյուս տրուկը դե մեծ սայլակները դա մի քիչ մեծ մոտ այդքան բան չի, քան սուպերմարկետ։ Մեծ սայլակը նույնպես, դեռ չես առնի երկու բան դնես, աշխուժ բան չէ, եթե մեծը մի քիչ ավելի շատ բան վերցնեմ, դա է շատ առողջի։ Ասենք տոп բանը գները 79.5, 79, այսինքն դա 80-ն է, էլի։ Բայց հոգեբանորեն դա ընկալվում է ավելի էժան, իսկապես ավելի շատ է։ Զեղչեր անում են, ասենք, շատ փոքր զեղչեր կարող, 10 դրամի, ու գրում են զեղչ։ Այդ զեղչի տակ հետազոտությունը ցույց որ ինչ որ գրում է զեղչ, ու հատկապես զեղչի տարածքներ կան, որտեղ զեղչերն են, այդտեղից ավելի առևտուրը շատ է լինում մոտ 40%-ով։ Այնտեղ կարող է զեղչված չլինի ապրանքն ընդհանրապես, բայց դրանց հետ ռեֆլեքսով գնում վերցնում են եւ մոտ 40%-ով ուրեմն հետո հետաքրքիր բան է, որ մեր մոտ իհարկե չեն կիրառում, ես ասեմ կարող է կիրառել, հազվադեպ մի քանի տեղ եմ ես, մի քանի մեծ սուպերմարկետ։ Ուրեմն հացի հոտը հատկապես, ընդհանրապես ուտելի հոտը առևտուրը խթանում է շատ ուժեղ։ Բան է անում։ Գինը դնում են 100 գրամի համար։ Ասենք դե ոչ 8700-ով, բայց 870-ն ընդունել է գինը։ Դա էլ ասենք տրամադրում է, որպեսզի այդ առևտուրն անես։ Ասենք որոշ սուպերմարկետ խանութներում խոսակցություն սկսել է, խոսակցություն բացել է ձեզ հետ, ինչ եք ուզում եւ այլ, սկսում են օգնել։ Ուրեմն ինչքան ինքը օգնություն արեց, այդքան դուք պարտավորված եք զգալու այդ ապրանքը գնելու։ Դա հոգեբանական օրինաչափ է։ Ոնց որ պարտքին ես մարդու։ Հետո ապրանքը երբ որ դուք զննում եք, ասենք այդ նույն խանութը, ինքը կարող է սկսել շատ արագ խոսել։ Անընդհատ խոսում են հիմնականում իր ապրանքն է, որ չտեսնված ապրանք է բանում, ինչ այլոց այս բաները կարող են հանդիպել այդտեղ, ասենք, գնչուները, որ վաճառում են, գնչուներ են ոնց որ։ Այդ նույն ապրանքը փեթակում երկու անգամ կարող է ժամ գնել։ Այնտեղից առնում են, բերում են այդտեղ, այդպես խաբելով նրանք այդ ուղղությամբ բավական վարպետ են։ Էլի, հա, այդ էլ մեկ ուրիշ։ Ես սա ասում եմ թասիբի գցելը, լավ բան է։ Դե սա իհարկե թանկ ապրանք է, որ ասում է թանկա ոնց է, լտվում, նայեմ, ոնց որ դա էլ այդ ձևերով կարող են ուրեմն թասիբի գցել։ Երաժշտությունը։ Ուրեմն պարզվել է, որ երաժշտության ռիթմը, եթե սրտի ռիթմից մի քիչ ցածր է լինում, ավելի բան 60 տակտով մոտավորապես, ուրեմն շատ ուժեղ ձևով առևտուրը աճում է, ինչի հաշվին է աճում, որովհետև ուրեմն կիսատրանսային վիճակի մեջ ես մտնում, շատ թեթև դու դա չես զգում, որ տրանս է։ Ոնց որ հեռուստատեսություն նայելուց, ահա այսպես կլանված ասենք, դու երաժշտությունը կարող է չհիշես, թե ինչ է։ Եվ ահա երբ որ ասենք այդ երաժշտության տակ քննադատականությունն իջնում է, ու դու ավելի շատ առևտուր կարող ես անում։ Մյուս բաներն է, որ այդտեղ հանգստացնում են ու դրական զուգորդություն են կապում իրենց խանութի հետ։ Հետո հետաքրքիր որ ասենք որ մեր մոտ ես չեմ նկատի իհարկե պիկ ժամերին արագ երաժշտություն են դնում, որ ժողովուրդը արագ շարժի։ Իսկ այդ դանդաղ երաժշտությունը մարդուն արդեն ավելի դանդաղ տեմպի մեջ է մտնում եւ նա դանդաղ սկսում է ուսումնասիրել ինչը առնի, ինչը չէ։